Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հռչակվել է կարգալույց։ Որոշումը կայացվել է ըստ էության Ավստրիայում եպիսկոպոսած ժողովից առաջ նախորդին Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի առաջարկի հիման վրա։ Կարգալուծության պատճառը համարվել այն, որ սրբազան առաջնորդը վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատման որոշումը դիմել դատարան եւ ըստ հայտարարության խոչընդոտել թեմի բնականոն գործունեությունը։ Երբ եկեղեցում որոշումները կայացվում են ոչ թե օրենքով, ոչ թե արդար, թափանցիկ ընթացակարգով, այլ քմահաճությամբ, սա այլևս հոգևոր կառույց չէ, սա իշխանություն է առանց պատասխանատվության։ Այսօր մեկին են կարգալույծ անում, վաղը մյուսին, ոչ թե մեղքի ապացույցով, այլ ուզեցինք, արեցինք տրամաբանությամբ։ Սա այլևս հավատ չէ, սա վախի ու հնազանդության համակարգ է։ Եկեղեցին չի կարող լինել պետությունից դուրս գործող փակ կորպորացիա, որտեղ մարդու իրավունքները զրոյական արժեք ունեն։ Հոգևոր սպասավորը եւս մարդ է, քաղաքացի, աշխատող, իրավունքներ ունեցող անձ։ Նա պետք է պաշտպանված լինի սահմանադրությամբ, աշխատանքային իրավունքներով, օրենքով։ Եկեղեցին պետք է վերադարձվի Հայաստանի օրենսդրական դաշտ, որ հավատը չդառնա պատանդ, որ պետությունը պաշտպանված լինի ներսից քայքայող կամայականություններից։ Հավատն ուժեղ է, երբ արդար է, իսկ արդարությունը սկսվում է օրենքից։ Ժամ առաջ սպասում ենք 10 եպիսկոպոսների իրական բարենորոգման օրակարգի իրագործմանը, որը կվերադարձնի եկեղեցին օրենքին, արժանապատվությանը եւ հանրային վստահությանը։